Հարգելի հայրենակիցներ, բարև ձեզ։ Այսօր ձեր հետ միասին մենք խոսելու ենք Ուկրաինայի թեմայի մասին, շարունակելու ենք երեք գիտեք խոսեցինք քաղաք Կուպյանսկը ուկրաինական զինված ուժերի կողմից ազատագրելու մասին, դա շատ դրական զարգացում էր ճակատում եւ այսօր ցավոք, բայց պետք է խոսենք նաև ուկրաինական մեծ կորուստի մասին։ Դա քաղաք Գուլայպոլենն է, որը ռուսները գրավեցին։ Եվ երեք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եղել է գենշտաբում, զինվորական շորերում, զգեստում եւ այդտեղ իրան տեղեկացրել են, որ Գուլայպոլեն ռուսները կարողացել են գրավել։ Պետք է նաև արձանագրեմ, թե ինչ հայտարարություններ է արել Վլադիմիր Պուտինը, շատ կարևոր, իմ պատկերացումով։ Մինչև այդ կոչ եմ անում ձեզ անպայման լայքեք այս վերլուծությունը, չնայած վերնագրի դուք լայքում եք իմ աշխատանքը, այլ ոչ թե վերնագիրը, այդ լայք գրեք մեկնաբանությունները, ցանկության դեպքում կարող եք աջակցել ալիքին նկարագրությունում նշված միջոցների շնորհիվ։ Հարգելի հայրենակիցներ, Պուտինի հայտարարությունը այն է, որ Ռուսաստանը հիմա հետաքրքրված չէ խաղաղության օրակարգով։ Եվ Ռուսաստանին պետք չէ պատերազմը կանգնեցնել, որովհետև Ռուսաստանը արձանագրում է առաջընթաց։ Իսկ իր այս հայտարարությունը արվում է զուգահեռ նրա, որ այսօր հենց հիմա Վաշինգտոնում է գտնվում Ուկրաինայի նախագահ, ավելի ճիշտ Ֆլորիդայում, Միացյալ Նահանգներում այդտեղ են որոշի հանդիպել, ոչ թե Վաշինգտոնում, Ֆլորիդայում են հանդիպում Դոնալդ Տրամպի հետ, Վոլոդիմիր Զելենսկին եւ Միացյալ Նահանգների նախագահը։ Քննարկվելու է խաղաղության փաստաթուղթը, որի ուղղությունով կա առաջընթաց, կողմերը ինչ որ հատվածներ համաձայնեցրել են, բայց դուրս է գալի երեք Վլադիմիր Պուտինը եւ ասում է, որ շահագրգռված չի ռուսական կողմը այդ խաղաղության օրակարգի մեջ, որովհետեւ ճակատում ունի առաջընթաց եւ զորքերը կարողանում են շարժվել առաջ, ռուսական զորքերը։ Հաշվի առնելով դա, հարգելի հայրենակիցներ, պետք է արձանագրվի, որ Ռուսաստանը իրոք ունի մի քանի ուղղությունով առաջընթաց, բայց միևնույն ժամանակ ունի կորուստ, ինչպիսին է Կուպյանսկը։ Եվ ասել, որ Ռուսաստանը շահագրգռված չէ խաղաղությունում, դա նշանակում է, որ Ռուսաստանը գերագնահատում է իր հնարավորությունները ինչ որ առումով։ Հարցը նաև նրան է վերաբերվում, որ Վլադիմիր Պուտինին զեկուցում են նրա մասին, որ առաջընթաց կա եւ անհրաժեշտություն կանգ առնելու չկա։ Ինչու, որովհետև ինչ ասաց Վլադիմիր Պուտինը, որ Ռուսաստանը կարող է հասնել բոլոր իր նպատակներին Ուկրաինայում ռազմական միջոցով, զինված միջոցով։ Ինչպիսին են Ռուսաստանի նպատակները Ուկրաինայում։ Դա կարելի ասել ամբողջությամբ ուկրաինական պետության վերացումն է եւ ոչնչացումը։ Դա իհարկե ներառում է նաև իրականում նաև Կիևի գրավումը եւ ոչ միայն Կիևի։ Եվ ակնհայտորեն Ռուսաստանը պատկերացնում է, որ կարողանալու է կոտրելով այդ գլխավոր ուղղությունը, որտեղ որ հիմա պատերազմը գնում է հարավ-արևելյան հատվածում Ուկրաինայի, կարողանալու է հետո արդեն ավելի հեշտությամբ շարժվել առաջ դեպի մնացած ուկրաինական քաղաքներ։ Եվ պետք է հաշվի առնվի, հարգելի հայրենակիցներ, եւ մենք ձեր հետ միասին հիմա նաեւ քարտեզի վրա իհարկե կդիտենք կվերլուծենք այս իրավիճակը, բայց պետք է հաշվի առնել, որ Ռուսաստանի այս առաջընթացը իհարկե սպառնալիք է ուկրաինական պետության համար։ Իհարկե մի քանի ուղղությունով կան լրջագույն վտանգներ են ստեղծվում, բայց միևնույն ժամանակ հաշվի առնելով ռուսական զինուժի հնարավորությունները, որոնք ընդհանուր առումով շարունակում են շատ սահմանափակ մնալ, հաշվի առնելով ռուսական տնտեսության իրավիճակը, որը այս տարի կարելի է ասել շատ ցավալի Ռուսաստանի համար իրավիճակ է ձևավորվել ռուսական տնտեսությունում եւ մենք դրա մասին ձեր հետ միասին առանձին վերլուծություն կանենք եւ կխոսենք ինչպես խոսեցինք Թուրքիայի եւ Ադրբեջանի տնտեսությունների մասին 2025 թվականին, այդպես էլ կխոսենք Ռուսաստանի տնտեսության մասին 2025 թվականին եւ կհասկանանք թե ինչպիսի իրավիճակ է ռուսական տնտեսությունում, մենք հասկանում ենք, որ ընդհանուր ասեմ, որ բյուջեի դեֆիցիտը շատ մեծ է, ռեզերվների խնդիրները լուրջ են։
Ռուսաստանը չի կարող կայուն պահպանել իր տնտեսությունը իրականում, եւ դա մեծ խնդիրներ է իրանց համար ստեղծում։ Բացի դրանից, կարելի է ասել, որ նավթի գները մնում են շատ ցածր, եւ դա խնդիրներ է նաեւ ռուսական բյուջեի եւ ֆինանսական համակարգի համար ստեղծում։ Ուկրաինան իր կողմից կարողացել է շատ հաջողակ հարվածներ հասցնել ռուսական նավթի մշակման ամբողջ համակարգին եւ ֆաբրիկաներին տարբեր վայրերում Ռուսաստանի ԱԹՍ-ների միջոցով եւ դրանով նվազեցրել է Ռուսաստանի նավթի արտադրանքը եւ վաճառը, իսկ Ռուսաստանում նավթի այդ վաճառքը եւ արտադրանքը տնտեսության ամենամեծ մասն են եւ եկամուտի ամենախոշոր աղբյուրը։ Հաշվի առնելով սա, հարգելի հայրենակիցներ, ակնհայտ է, որ Վլադիմիր Պուտինը գնում է այսպիսի ռազմական, ես կասեի, ավանտյուրայի, փորձելով, որ միևնույնն է ամեն գնով շարունակել պատերազմը, մի կողմից ունենալով խնդիր նոր զինվորների ուղղությունով, որովհետև վճարները արդեն չեն կարող մուծել այդքան հեշտ, որը մուծում էին երկար ժամանակ, այդ տասնյակ հազարավոր ուրեմն ռուբլիները եւ հազարավոր դոլարները կարելի է ասել, որ իրանք զինծառայողներին մուծում էին։ Բացի դրանից կարելի է ասել, որ զինված տեխնիկայի ուղղությունով իհարկե ընդհանուր առումով նաև իրավիճակը ծանր է մնում, առաջընթացը ապահովում են մարդկանց գնով, իսկ մարդկանց գինը մոտավորապես օրական 1000 մարդ է մահացած, մոտավորապես։ Տարեկան մոտավորապես ստացվում է մինչև 400,000 մահացած մարդ Ռուսաստանի կողմից։ Եվ դա ընդհանուր տվյալներն են, նույնիսկ տվյալները կարան ավելի մեծ լինել։ Եվ հաշվի առնելով այդ քայլերը, Վլադիմիր Պուտինը պատկերացնում է, որ խաղաղության փաստաթուղթի համաձայնվելը այս պարագայում դա Ուկրաինայի շահերում է, այլ ոչ թե Ռուսաստանի, ինքը այդպես է պատկերացնում, որովհետև Ռուսաստանը ինչ-որ մի քանի ուղղությունով ունի առաջընթաց եւ միևնույն ժամանակ պատկերացնում է, որ խաղաղության փաստաթղթով պետք է կապիտուլյացիոն փաստաթուղթ լինի, այսինքն պետք է Ռուսաստանի բոլոր պահանջները Ուկրաինան կատարի։ Եթե ոչ, ապա Ռուսաստանը պատկերացնում է, որ պատերազմը շարունակելու է եւ այդպես է ուզում հասնել այդ իր նպատակներին։ Ինչ են այդ նպատակները։ Փաստացի պետք է Ուկրաինան հրաժարվի, կարելի է ասել, համ ՆԱՏՕ-ից, համ Արևմուտքից եւ արևմտյան ինտեգրացումից, պետք է Ուկրաինան հրաժարվի իր ազգային քաղաքականությունից, կարելի է այսպես ասել, պետք է Ուկրաինան հրաժարվի իր զինված ուժերի զարգացումից, պետք է Ուկրաինան նորից վերադառնա Ռուսաստանի ազդեցության գոտի եւ դառնա Ռուսաստանին ենթակա կիսապետություն կամ առհասարակ չպետություն։ Իր նպատակն է, ինչքանով հասկանալի է, գրավել Գուլայպոլեից հետո արդեն շարժվել դեպի ամբողջ այդ հատվածը, հարավից անցնել դեպի հյուսիս եւ կարողանա նաեւ արևելքից Գուլայպոլեի հատվածից հասնի մինչև Զապորոժիե։ Ես ենթադրում եմ, որ Վլադիմիր Պուտինի առաջադրանքը մի կողմից Զապորոժիե քաղաքին մոտենալն է, մյուս կողմից փաստացի կարողանալը, որ Կուպյանսկը նորից գրավեն եւ բացի ճանապարհ դեպի Իզյում։ Հարվածները իհարկե նաեւ 26 տարվա ընթացքում գալիք Սլովյանսկ Կրամատորսկի ուղղությունով կարելի է սպասել։ Տեսեք, հարցը նրանում է, որ Ռուսաստանի առաջադրանքն է ուկրաինական պետությունը գոյություն չունենա։ Ռազմավարական դրա նպատակը այն է, որ երբ ուկրաինական պետությունը գոյություն չունենա, Բելարուսը արդեն Ռուսաստանի մաս է փաստացի դառը, Ռուսաստանը իր ուշադրությունը թեքելու է ամբողջությամբ մնացած հետսովետական տարածքաշրջաններին, Հարավային Կովկասին եւ Կենտրոնական Ասիային։ Այդ թվում թեքելու է դեպի մեզ։ Վրաստանը փաստացի Ռուսաստանը արդեն գրավել է եւ դա շատ ծանր իրավիճակ է, շատ խնդրահարույց հարց է, որովհետև Վրաստանը նույնիսկ չի պատրաստվում փաստացի իրան պաշտպանել Ռուսաստանից ֆիզիկական հարձակման դեպքում։ Ինչ վերաբերվում է Հայաստանին, ապա Հայաստանի, Ադրբեջանի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Թուրքմենստանի եւ Ղրղստանի փրկությունը միասնական է, կամ լինելու է, կամ չի լինելու։ Եվ այդտեղ բացվում է այսպիսի հետաքրքիր հարց եւ հեռանկար։ Այնինչ վարչապետ Փաշինյանը ասել էր,
որ միասին ենք ստանցել անկախություն եւ միասին ենք կորցրել եւ միասին էլ կարող ենք նորից կորցնենք ստացած անկախությունը Ադրբեջանի առումով։ Ուստի Հայաստանի եւ Ադրբեջանի համագործակցությունը վերաբերվում է նրան, որ Ռուսաստանը անմիջապես սպառնալիք է ներկայացնում համ Ադրբեջանի իր հարևաննա դրամա եմ այնտեղից սկսում, համ էլ հետո Հայաստանի, որովհետև դեպի Հայաստան Ռուսաստանը դեռ պետք է գա։ Այո, անմիջապես սպառնալիք։ Իհարկե ներսից էլ է անմիջապես սպառնալիք Ռուսաստանը ներկայացնում, որովհետև Ռուսաստանը չի ցանկանում լքել այս տարածաշրջանը։ Հակառակը Ռուսաստանը պատկերացնում է, որ Ուկրաինան պետք է ամբողջությամբ գրավի, հետո գրավի նաև Հարավային Կովկասը եւ Կենտրոնական Ասիան։ Միևնույն ժամանակ կա երկրորդ ծրագիրը։ Դա թյուրքական պետությունների ծրագիրն է եւ Թուրքիան այդտեղ, որը չի ցանկանում, որ թյուրքական պետությունները Ռուսաստանի վերահսկողության տակ հայտնվեն նորից, ինչպես սովետական ժամանակահատվածում։ Կա Հայաստան, որը ճանապարհ է, բայց սուվերեն ճանապարհ, ոչ թե Ռուսաստանի վերահսկվող ճանապարհ, այլ Հայաստանի վերահսկվող ճանապարհ Թուրքիայի եւ Ադրբեջանի միջև։ Եվ կենսական հարց կա Վաշինգտոն այստեղ։ Եվ պետք է հասկանալ, սա իմ կարևոր թեզերից մեկն է, պետք է հասկանալ, արդյոք մենք կարողանալու ենք Ռուսաստանի հետ պայմանավորվել ինչ-որ հարցերի շուրջ, եւ իրանք արդյոք պատրաստ են մեր պետականությունը հարգել, որ մենք բալանսավորենք այստեղ ռուսական եւ թուրքական շահերը, միևնույն ժամանակ պաշտպանելով հայկական շահը, թե այդ պայմանավորվածությունները Ռուսաստանի հետ առհասարակ չի ստացվի եւ իրանք պատկերացնում են, որ մենք պետք է չլինենք ինչպես պետություն։ Պետք է լինենք իրանց գուբերնիա։ Այդ դեպքում մենք ունենք այլընտրանք։ Եվ դա Վաշինգտոնի հետ միասին եւ Արևմուտքի հետ միասին բալանսավորելն է Թուրքիա-Ադրբեջանին, տալով այնինչ իրանք ուզում են, ստանալով մենք իրանցից նաեւ ինչ մենք ենք ուզում, եւ ի վերջո դրա շնորհիվ բերելով նրան, որ մենք Վաշինգտոնի շնորհիվ եւ նոր այդ դաշնակիցների մենք խոսում էինք վիլայաթի կարգավիճակ չենք ստանա, բայց մենք կստանանք գործընկերոջ կարգավիճակ Վաշինգտոնի շնորհիվ։ Հիմա ռուսամետ ուժերը կասեն, որ դա հնարավոր չի, բա հենց դուք եք միշտ ասում, որ Ռուսաստանն է մեզ փրկում, դրա շնորհիվ մենք Թուրքիայի վիլայաթ չենք դառնում։ Բա հիմա մեզ կարող է Վաշինգտոնն է փրկում, ոչ թե կարող, այլ այս նոր համաձայնագրով խաղաղության Վաշինգտոնն է վկա։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ Թուրքիայի հետ մենք երբեք պատերազմ, անկախություն ի վեր, պատերազմ կամ հակամարտություն չենք ունեցել։ Ավելին ոչ թե Ղազախստանի, Ուզբեկստանի, Թուրքմենստանի, Ղրղստանի հետ։ Վերջ։ Ուրեմն այստեղ հարցը իրականում Ռուսաստանին է եւ ուղված։ Եվ մենք պետք է պարզենք, մենք երկու տրամաբանությունով ես կարամ ասեմ, մեկ տրամաբանությունով Վրաստանի, մեկ տրամաբանությունով Հայաստանի։ Վրաստանի դեպքում ես կարող եմ ասեմ, որ Ռուսաստանը հիմա ոնց որ վարվում է Ուկրաինային, դա անմարդկային է ուղղակի, եւ փաստացի դա բերում է նրան, որ սպառնում է նաև Վրաստանի նույն բանով, եթե Վրաստանը չի ենթարկվի եւ վրացական պետությունը ոչնչացնում են այսօր, հայ ազգը տեսնելով դա, իհարկե իմ պատկերացումով կհասկանա Ռուսաստանից եկող վտանգները էլ ավելի լավ։ Երբ մենք տեսնում ենք ինչ են անում իրանք ուկրաինացիքի հետ, որոնք իրանց ամենամտերիմներից մեկն են եղել, դա նախկինում արդեն։ Ինչ արեցին Բելարուսի ժողովրդի հետ։ Մոլդովային ձեռքերը չի հասնում դեռ, հույս ունեն, որ Օդեսան կգրավեն, կհասնի։ Ինչ են ուզում այդտեղ անել։ Ինչ են արել արդեն Վրաստանում, որտեղ որ վրաց ժողովրդին ինչ իրավիճակի են բերել։ Նախկինում ինչ են արել Հայաստանի հետ։ Հիմա նորից հանձնվել Ռուսաստանին, հանձնել պետությունը, վերջի անգամ է լինելու։ Իրանք էլ թույլ չեն տա, որ մենք անկախություն վերականգնենք։ Իհարկե, մարդիկ կարող են ասել, մենք հայտնվել ենք ռուս-թուրքական ճարտարապետությունում։ Հարգելիներ, հանրությանը չի վերաբերվում, այլ այն քննադատող մի հատվածին, որոնք կարող են ասել, որ ես մտածում եմ ռուս-թուրքական տրամաբանությունով։ Ուրեմն ես էի
շատ վաղուց, ով խոսում էր ռուս-թուրքական վտանգի մասին, տրամաբանության։ Ավելին ձեզ ասեմ, ես հանրային եւ դրա տեսահոլովակը կա նաեւ Գերմանիայի գործող այդ պահին կանցլերին, վարչապետին Անգելա Մերկելին հարց եմ ուղղել 2018 թվականին, թե ինչ է անձամբ Անգելա Մերկելը, ինչպես ազատ աշխարհի առաջնորդ Դոնալդ Թրամփը այդ վաղ ԱՄՆ նախագահ էր 18 թվականին, պատրաստ Անգելա Մերկելը անի, որ օգնի Վրաստանին եւ Հայաստանին, որովհետեւ ռուս-թուրքական ճարտարապետությունը փորձում է տարածաշրջանում մեզ գրավել։ Ես եմ դա արել։ Եվ կա դրա փաստը, տեսահոլովակը։ Հարց եւ հարց ձեզ այս առումով եւ պատասխան հարցը այն առումով, որ ոնց կարելի է ինձ դրանում քննադատել ռուս-թուրքական ճարտարապետության համար, բայց պետք է ասվի, որ արևմուտքը բավարար չարեց։ Նրա համար, որ մենք ժամանակին 18 թիվն էր, հիմա 25 թիվը ավարտվում է, որ բավարար շուտ դուրս գայինք ռուս-թուրքական ճարտարապետությունից։ Հիմա ինչ որ առումով Թուրքիայի հետ դեռ արևմուտքը կարողանում է պայմանավորվել։ Այդ թվում Վաշինգտոնի օգոստոսի 8-ի փաստաթուղթը դրա մասին է։ Մյուս առումով Ռուսաստանի հետ առհասարակ պայմանավորվել չի ստացվում։ Ուստի մենք եթե ուզում ենք դուրս գալ ռուս-թուրքական ճարտարապետությունից, ապա պետք է հասկանանք, որ այդ ճարտարապետությունում մենք պետք է նաև ստիպված գործենք, բայց դուրս գալու ցանկություն ունենանք։ Դա չի նշանակում, որ մենք կարող ենք մերժել այն փաստը, որ Թուրքիան մեր հարևանն է, որ Վրաստանի դեպքում Ռուսաստանը նաև մեր հարևանն է, որ նաև Ադրբեջանն է Հայաստանի եւ Վրաստանի հարևանը։ Դա չի ստացվի մերժել, ասել այդպես չէ։ Հարցը նրանում է ինչպես ենք բալանսավորում այս շահերը։ Եվ փաստացի Հայաստանի համար կենսական շահ է մնում կարողանալ այս իրավիճակում էֆեկտիվ ծավալել բալանսավորված եւ բալանսավորման արտաքին քաղաքականությունը, որովհետեւ Ուկրաինայի պետության գոյության հարցը շարունակում է մնալ օրակարգում եւ դուք տեսնում եք Գուլայպոլեն կորցնելը ուկրաինական պետության համար մեծ հարված է, հարգելի հայրենակիցներ, մեծ հարված է, հարավ-արևելյան հատվածում պատերազմի ուղղությամբ լուրջ հարված է։ Հիմա արդեն կան տեղեկատվություններ այսօր, որ ուկրաինական կողմը Զելենսկիի այցի զուգահեռ, որը Ֆլորիդայում արդեն տեղի է ունենում, պայմանավորվել է Վաշինգտոնի հետ միասին եւ Զապորոժիեի ատոմակայանում տեղի է ունենալու տեղում այդտեղ հրադադար այն նպատակով, որ վերականգնեն հոսանքային համակարգը, որովհետեւ դա միջուկային անվտանգության ուղիղ հարց է։ Դա առաջընթաց է, բայց շատ փոքր։ Կարևոր է իհարկե միջուկային անվտանգության առումով, բայց պետք է հստակ ասվի, որ միջուկային անվտանգության խնդիրը օրակարգում է։ Եվ մենք չենք կարող փաստացի հերքել այն հնարավորությունը եւ հավանականությունը, որ Ռուսաստանը կարող է կիրառել միջուկային զենք ուկրաինական պետության դեմ։ Դա կարա բերի լրջագույն խնդիրներին Ուկրաինայում, դա կարա բերի արևմուտքի նաեւ մոտեցումների փոփոխությանը, Ուկրաինայի կողմից իր միջուկային կարգավիճակի փոփոխությանը, գիտեք, որ Ուկրաինան ինքն է հրաժարվել միջուկային զենքից, բայց եթե Ռուսաստանը ունենա առաջընթաց, ապա Ռուսաստանը դրա շնորհիվ փորձելու է վերականգնել Սովետական միությունը։ Այո, վերականգնել Սովետական միությունը, հարգելի հայրենակիցներ, մենք այս մոտակա օրերի ընթացքում ես դադարելու եմ իհարկե այս թեզը բացասական, բայց անցնի այս բարձր տրամադրության շրջանը եւ վերադառնալու ենք այս հարցի քննարկմանը, որովհետեւ մենք կարծում ենք, որ մեր պետականությունը հավերժ է։ Եվ մենք այդպիսի ընկալում ուղղակի ունենք։ Պետք է ամեն ինչ անենք, որ հավերժ լինի։ Եվ վարչապետի փորձերը նաև դրան են ուղղված։ Խոսում է դրա մասին, կոնկրետ խոսում է դրա մասին,
որ Հայաստանի Հանրապետությունը պետք է ինչքան կարելի ավելի համրապնդենք, որ հավերժ լինի, որ չկորցնենք անկախությունը եւ պետականությունը։ Ճիշտ է անում։ Բայց մենք միևնույն է կարծում ենք, որ սա արդեն այն ստատուս կվոն է, որը ել չի փոխվի։ Այդպես չէ։ Եթե Ռուսաստանը կարողանա ուկրաինական պետությունը ոչնչացնի, ապա հետսովետական միությունում Ռուսաստանը վերականգնելու է սովետական միությունը։ Կա փրկության ճանապարհ։ Փրկության ճանապարհը այն է, որ մի կողմից թույլ տանք Թուրքիային թուրքական պետությունների հետ հարաբերությունները այնպես ձևավորի, որ այդտեղ Ռուսաստանը չկարողանա, եթե Ուկրաինան գրավի, սա շատ բարդ շախմատային խաղ է, շատ բարդ, որ Թուրքիան այդ ուղղությունով քայլեր անի, բայց միևնույն ժամանակ պետք է կարողանանք մեզ ապահովել մեր անվտանգությունը։ Դա պետք է լինի պայմանավորվածությունների մաս Թուրքիա-Ադրբեջանի հետ, Վաշինգտոնի եւ Բրյուսելի եւ Լոնդոնի ակտիվ մասնակցությամբ, եւ դա պետք է արտացոլվի հայկական պետության, տնտեսության, ժողովրդագրական բաղադրիչի, հայկական բանակի կոնկրետ շատ հզոր ձևով զարգացմանը։ Իսրայելի կարգավիճակ Հայաստանը պետք է ունենա, որ մենք կարողանանք այդպիսի բան թույլ տալ, որ թուրքական պետությունների միությունը զարգանա, եթե սա ես չեմ ասում, որ մենք սա կանենք, ես ասում եմ, որ մենք սա կարող ենք անել։ Եվ բալանսավորենք Ռուսաստանը, ուստի երբ Ռուսաստանը կարծում է, որ «Акуда вы денетесь, армяне», այնինչ հայտարարեց Լուկաշենկոն, եւ նույն տրամաբանությունը այսօր էլ փորձում են ծավալել Ռուսաստանից, կարամ ասեմ, որ մենք ունենք այլընտրանք, եւ դա թուրքական ապագա չի, հեչ թուրքական ապագա չի։ Մենք ուղղակի մեր երկու հարևան պետության հետ, Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ կառուցում ենք նորմալ կայուն հարաբերություններ, որևէ մեկը չի ասում, որ մենք պետք է ինտեգրվենք իրանց համակարգի մեջ, ոչ, համագործակցենք։ Փոխշահավետ համագործակցություն բոլորի հետ, աշխարհի բոլոր պետությունների հետ պատրաստ ենք։ Բայց խնդիրը նրանում է, որ Ռուսաստանը մեզ չի տենում պետություն։ Ես հուսով եմ Ռուսաստանը այս մոտեցումը կփոխի, եւ Ռուսաստանի այս մոտեցումի փոխելը վերաբերվում է Վրաստանին։ Գիտեք, եթե իրանք Վրաստանին չեն հարգում, չեն համարում պետություն, որտեղ Վրաստանը փոքր եւ թույլ է, Հայաստանն էլ փոքր եւ թույլ է, ոչ էլ Հայաստանին են հարգելու։ Ուկրաինան մեծ եւ հզոր է, բայց տեսեք ինչ են անում, չեն հարգում։ Ուստի մենք պետք է շատ լուրջ աշխատենք այս ուղղությունով, հարգելի արկեցներ, եւ պետք է մեր պատկերացումները փոխենք, հա, ընդմիշտ դաշնակիցներ եւ թշնամիներ չկան, կան ընդմիշտ շահեր, եւ եթե Հայաստանի եւ Ադրբեջանի շահը համընկնի, որ մենք չենք ուզում Ռուսաստանի նորից գուբերնիա դառնալ, ապա դա կարա օգնի այս երկու պետությանը ձևավորել նորմալ հարաբերություններ։ Միևնույն ժամանակ զարգացնելով հայկական պետությունը, որի մասին ես խոսեցի։ Որտեղ Ուկրաինայում մենք ինչ տեսնում ենք, սա ֆաշիստական մոտեցում է Ռուսաստանի կողմից։ Սա ուկրաինացիքին պետություն ունենալուց զրկելու մասին է։ Ուրեմն մենք հաշվի ենք առնելու դա։ Եթե իրանք հսկայական ուկրաինական ազգին քանակով տարածքով ուզում են զրկել պետականությունից։ Եվ ես օրերս Alpha News է կոչվում, այսպիսի հայա եւ ռուսա լեզու ԶԼՄ է, Հայկ Խալատյանն է հիմնադիրը, ոնց հասկանում եմ, ինչքան այդպիսի տպավորություն է մնում, առնվազն, որովհետեւ ամենաշատ իրան եմ տեսնում այդ ԶԼՄ-ի հետ կապված հարցազրույցներ եւ այլն, բայց ամեն դեպքում դա չէ կենսական կարևորը։ Հայկ Խալատյանը հենց հարցազրույց է անցկացրել Կոնստանտին Զատուլինի հետ։ Եվ Կոնստանտին Զատուլինը հետաքրքիր բաներ է ասում այդ հարցազրույցում իր հետ, ասում է, որ Ուկրաինայում որ պատերազմը կավարտենք, ուշադրությունը կշեղենք ձեր կողմ, որ միջև մենք Ուկրաինայում, այսինքն Կովկաս, միջև մենք Ուկրաինայում պատերազմ ենք անում Ռուսաստանին նկատի ունի, փլստալ են փորձում պետությունները մեր ազդեցության տակից դուրս գալ, աննախադեպ բանա, այն էլ զարմանալի է, լրագրողը Հայկ Խալատյանը, այն էլ ժուրնալիստ է ասում, ժուրնալիստ կարելի է նույնիսկ ասել, որովհետև ռուսական մտածելակերպի ժուրնալիստ է, հասկանում եք, Հայկ Խալատյանը։ Ինչու՞։ Հարց չի տալիս, բայց ինչու մենք պետք է լինենք ձեր ազդեցության տակ։ Բայց ինչու մենք, եւ ինքը այսպիսի բան է ասում, այն հարևանների հանդեպ, այն պետությունների, որտեղ որ մենք միշտ ապրել ենք։
Հայկ Խալաձյանը դրա վրա էլ իրան չպատասխանում։ Չհասկացա, երբվանից են ռուսները միշտ ապրել Հայաստանում, կամ հայկական լեռնաշխարհում, կամ Վրաստանում։ Երբվանից։ Կամ ասում է դա մեր ապրելու բնորանի տարածքն է։ Հայաստանը ռուսների բնորանի տարածքն է։ Եվ դրա վրա Հայկ Խալաձյանը որևէ հարց չի ուղղում։ Առհասարակ իբրև նորմալ է։ Եվ ուշադրությունը փաստացի Ուկրաինայից հետո այս կողմ են անցկացնելու, բայց ինչ ուշադրություն։ Բարերով եւ ԶԼՄ-ներով եւ ամեն ինչով հիմա էլ եք ուշադրություն դարձնում։ Ինչ ուշադրություն եք անցկացնելու այստեղ։ Եվ ոնց եք կանխելու են, որ մենք պետություն ենք կառուցում անկախ, որովհետեւ հետաքրքիր բան է ասում, մենք միասնական պետքա լինենք։ Ով է դա որոշել։ Ռուսաստանը որոշել է, որ Ռուսաստանը եւ Վրաստանը, Ռուսաստանը եւ Հայաստանը միասին պետք է լինեն։ Բա մենք ձայն չունենք այդ որոշելու մեջ։ Դե խնդիր հենց դրանում է։ Ոչ էլ ուկրաինացիքի դեպքում ինչ են անում։ Ասում են, եւ այդտեղ էլ է ասում ուկրաինացիք ասում է մեր հետ պետքա լինեն։ Իսկ դուք ինչու եք դա որոշում, որովհետեւ մեծ եք, հայ եւ ինքը պատասխանը տալիս ասում աշխարհի ամենամեծ տարածքով պետությունն ենք։ Հա, տրամաբանությունը առհասարակ հասկանալի չի Ռուսաստանի, տրամաբանությունը եթե համեմատես պատմության հետ, ապա Գիտլերն էլ այդպիսի ինչ որ հետաքրքիր իր պատկերացումներով տրամաբանություն ուներ, որովհետեւ դուք պետք է իր հարևանները պետք է իրան ենթարկվեն, որովհետեւ ինքը այդպես է համարում, որովհետեւ պատմությունում այդպես է պետք, որովհետեւ այդպես է անցյալում եղել եւ որովհետեւ ուրիշ բաներ, հա։ Փաստացի է դա իրավիճակը։ Եվ սա շատ է բարդացնում հարցը։ Հիմա հարգելի հայրենակիցներ, ես ձեր հետ միասին քարտեզի վրա կցույց տամ ձեզ ստեղծված իրավիճակը։ Հարգելի հայրենակիցներ, հիմա արդեն քարտեզի վրա ձեր հետ միասին կդիտենք ստեղծված իրավիճակը եւ սկսենք հենց Գուլայպոլեի հատվածից։ Միջև այդ Խերսոնի հատվածում ուղղակի ցույց տամ, որ առանց փոփոխություն է, միջև ատոմակայանի ուղղությունով նաեւ Զապորոժիայի ատոմակայանում փոփոխություն չկա, գետը անցնում է հյուսիսով, այս հատվածը Ռուսաստանի օկուպացիան տակ է գտնվում, բայց այս հատվածում էներգոդարի, ուրեմն պետք է ասել, որ ինչպես ասացի, հիմա հրադադարի մասին է խոսք գնում, որ վերականգնվեն էլեկտրական հոսանքային համակարգները։ Արեխևի ուղղությունով մի փոքր ռուսները այստեղ առաջընթաց ունեն Վասիլիվկայից, մի փոքր դեպի հյուսիս, տեսնում եք, բայց դա չնչին նշանակություն ունի։ Ամենամեծ խնդիրը Գուլայպոլեն է, այստեղ է Գուլայպոլեն։ Տեսնում եք, Գուլայպոլեն փաստացի իրանք կարողացան գրավել։ Գուլայպոլեն գլխավոր ուղղություններ նրանից հետո, որ Վիլիկի Նավասյոլկան էլ իրան գրավեցին եւ Ուգլեդարը, այս հատվածը Ուգլեդարը գրավելուց հետո փաստացի ռուսները կարողացան Վիլիկի Նավասյոլկան էլ գրավել, դրանից հետո արդեն բացեցին ճանապարհ դեպի նաեւ Գուլայպոլե։ Հիմա Գուլայպոլեի խնդիրը ինչու է, ինչպես ես նոր նշում էի, որ փաստացի Գուլայպոլեն գրավելուց հետո իրանք հարավից եւ այս արևելյան հատվածից կարողանալու են շարժվել դեպի քաղաք Զապարիժիա եւ կարողանալու են փաստացի այս մնացած հատվածը իմ պատկերացումով գրավել, որովհետեւ այստեղ քաղաքներ չկան եւ ամենակենսական քաղաքները արդեն ճանապարհի վրա են, դա Զապարիժիա, Վիլնյանսկ, ուրեմն Նավամիկոլաևկա եւ Պակրովսկի ուղղությունով է, այստեղ արդեն իրավիճակը նաեւ բավականին բարդ է։ Եթե մի փոքր ավելի ուշադիր նայենք, այստեղ տեսնում ենք, որ նաեւ իրանք փոքր առաջընթաց ունեն եւ հարավային ուղղությունը մոտավորապես այսպիսին է, այստեղ մեծ փոփոխություններ չկան։ Կենսական կենտրոնները այս պահին լոգիստիկ մնում են քաղաք Զապարիժիան եւ քաղաք Պավլոգրադը այս ուղղությունով, որտեղից որ մատակարարումները տեղի ունենում։ Բացի դրանից, հարգելի հայրենակիցներ, ռուսների հակահարձակման գլխավոր ուղղությունը շարունակում է Միրնոգրադի ուղղությունով, Պակրովսկը իրան գրավեցին, տեսնում եք մեծ մասը քաղաքի եւ հիմա Միրնոգրադը գտնվում է այսպիսի շրջափակման մեջ։ Ես ակնկալում եմ, որ մոտակա ժամանակահատվածում Միրնոգրադից ուկրաինական զինված ուժերը հետ կքաշվեն։ Ինչ վերաբերվում է ուրեմն Տորեցից ուղղությունը եւ այստեղ Բախմուտ Չասովյարի ուղղությունը, ապա դեպի Կոնստանտինովկա իրականում առաջընթաց ռուսները չունեն, այստեղ ուկրաինական զինված ուժերը էֆեկտիվ պայում են հնարավորությունները։ Սիվերսկից վերջերս ուկրաինացիք հետ քաշվան եւ ընդհանուր առումով այստեղ է կարելի ասել բարդ իրավիճակ,
բայց մեծ փոփոխություններ չկա, ուկրաինացի կարողանում են պահել Սիվերսկից դուրս են եկել, բայց մնացած հատվածը պահել։ Մյուս հատվածը պատերազմի, ինչպես ես արդեն ասացի, նույնիսկ եթե Կոնստանտինովկան պահեն կամ չպահեն, անցնում է դեպի Կրամատորսկ-Սլավյանսկ ագլոմերացիա այստեղ, որը Կրամատորսկ-Սլավյանսկը նաև կախված է եւ անմիջապես կապված է մի քանի ուղղությունի հետ եւ նաև Խարկովի հետ է կապված։ Իսկ Խարկովից որ գազ հասնես մինչեւ Սլովյանսկ-Կրամատորսկ, Իզումն է պահվում։ Դեպի Իզում ճանապարհը կարելի ասել բացվում է Կուպյանսկի գրավելուց հետո։ Իսկ այստեղ տեսնում եք քաղաք Կուպյանսկը ամբողջությամբ ազատագրված է։ Ես հիմա ցույց տամ ձեզ, որ օրերս մի քանի օր առաջ Կուպյանսկում արդեն ռուսական զորքեր կային, տեսնում եք քաղաքի մի հատվածում մնացել էին ռուսական զորքեր, իսկ եթե նայենք ավելի շուտ ամսկվա սկիզբը, ապա տեսնում եք էլ ավելի շատ տարածքներ ունեին գրաված Կուպյանսկում եւ ուկրաինացիքին այստեղ իրականում բարդ իրավիճակում գտնվում։ Ուստի հարգելի հայրենակիցներ, ինչպես ձեր հետ միասին քննարկեցինք, Կուպյանսկը ազատագրված է, բայց միևնույն ժամանակ Գուլայպոլեն ուրեմն ընկավ կարելի ասել։ Վովչանկի ուղղությունով Վովչանսկ քաղաքի մեծ փոփոխություններ չկան, բայց ռուսները փորձում են մի փոքր այստեղ առաջընթաց ապահովել, բայց իրականում մեծ փոփոխություններ չկա, ինչպես արդեն նշեցի։ Այստեղ էլ մի փոքր հատված է առաջ են եկել, բայց դա նաև կարևորություն չունի։ Սուջայի ուղղությունը մնում է նույն իրավիճակում իրականում, որևէ լուրջ փոփոխություններ չունի, երկար շաբաթները արդեն պայում են այս 3 հատվածը։ Ծյոտկինայի ուղղությունով հակառակը, ինչքան էլ փորձեցին ուկրաինացիքին հանել այս երկու տարածքից, փոքր հատվածները գյուղի երկու կողմում չեն կարող ուկրաինացիքին այստեղից ետ մղել, մնացած հատվածներում առանց փոփոխություն։ Ուրեմն գիշերվա ընթացքում բալիստիկ հրթիռներով կրակել են Սումեի շրջանին, բալիստիկ հրթիռներով կրակել են այստեղ, տեսնում եք Պավլոգրադից հյուսիս եւ կրակել են մյուս հատվածներում, ուրեմն Չերկասկի հատվածում, Կիրովսգրադի հատվածում, Նիկոլաևի հատվածում եւ գլխավոր առումով Օդեսայի հատվածում։ Օդեսան հեշտ է իրանց, որովհետեւ այստեղից են կրակում միանգամից, Ղրիմից հարվածում են Օդեսային եւ իրանց համար ամենացավալի կետը Օդեսան է, որովհետեւ ռազմավարական նշանակություն ունի ծովի առումով էլ եւ առհասարակ լոգիստիկ կապերի առումով էլ հարավային սահմանն է այս ուղղությամբ, մատակարարման ուղին եւ այլն։ Եվ իհարկե ամենաշատ հարվածները հասցրել են Կիևին։ Ուղղակի տեսեք քաղաքում ինչ իրավիճակ էր ձևավորված, մի քանի ուղղությունով հարվածներ էր, այստեղ պայթյուն, այստեղ մարդիկ են զոհվել, նաև այստեղ էլ հարվածներ տեղի ունեցել, հակաօդային պաշտպանություն է աշխատել եւ Կիևում այդ հարձակումները իրանք կայացրել են։ Այստեղ ես եթե հնարավորություն լինի, ձեզ կցույց տամ, եթե կա այդ հատվածը, ընդհանուր առումով գիշերվա ընթացքում կրակել են 559 ուրեմն օդուժի միջոցով տարբեր միջոց, այդ թվում 474 ԱԹՍ, 23 Խ-101 եւ Իսկանդեր եւ Կալիբր ձևաչափի հրթիռ եւ 6 Կինջալ եւ Իսկանդեր M ձևաչափի հրթիռ։ Պատկերացնում եք ինչու մասին է խոսքը գնում, ինչ ծավալի պատերազմ է, մեկ օրվա մասին է խոսքը, այսպիսի հարցակումի եւ այսպիսի հարվածների ուկրաինական պետության վրա։ Հիմա Ռուսաստանի նպատակը ինչու՞մ է այս փուլում, կարճ որ այստեղ էլ քարտեզի վրա ասեմ։ Գուլայպոլեի գրավելուց հետո, որի մասին ես խոսեցի, ռուսական զորքերը փորձելու են շարժվել դեպի Զապարոժիե, 80 կիլոմետր է մոտավորապես այդտեղից մինչև Զապարոժիե։ Բացի դրանից, այս հատվածում իրանց գլխավոր նպատակը լինելու է Կրամատորսկ-Սլավյանսկի ուղղությունը, որտեղ որ իրանք շարունակելու են շարժվել։ Եվ դուք արդեն տեսաք այդ հատվածը։ Այստեղ իրանք իրականում Կուպյանսկը ուզում են գրավել, բայց կարող է, եթե Կուպյանսկը չկարողանան գրավել, ապա գոնե փորձեն Բարավայայի ուղղությունով դեպի Իզում այսպես շարժվել, բայց փաստ չի, որ դա կստացվի։ Այս պահին, երբ Վլադիմիր Պուտինը ուրախ է իր հաղթանակով եւ առաջընթացով, նկատի ունի Գուլայպոլեն եւ նկատի ունի այն, որ փաստացի իրանք կարող են մոտենալ դեպի քաղաք Զապարոժիա այս հատվածում, սա բացում է այս ամենախոցելի է դարձնում այս հատվածը հիմա, որտեղից որ արևելքից փորձելու են ռուսները ել ավելի ուրեմն հարվածի անցնել այս ուղղությունով։ Մի քանի այստեղ էլ ուղղություն ունեն։ Ես ենթադրում եմ, որ ինչ որ ժամանակ անց հնարավոր է, որ պատերազմի արդեն գլխավոր ուղղությունները դառնան Զապարիժիեն, Պավլոգրադը
եւ միևնույն ժամանակ Կրամատորսկ Սլովյանսկը։ Եթե ընկնի Կրամատորսկ Սլովյանսկը, որի մասին խոսում էր ուրեմն Վլադիմիր Պուտինը, ապա Լոզովայայի ուղղությունն է դառնալու դրանից հետո կենսական եւ իհարկե Խարկովը։ Խարկովի կարեւորությունը շատ մեծ է այստեղ։ Փաստացի հետո արդեն Զապորոժիե, Պավլոգրադ, Խարկիվ այս հաջորդ շղթան է պաշտպանողական գործողությունների համար։ Ռուսաստանը հույս ունի, որ եթե կարողանա քանդել այս հատվածը, այս պահին գրավել Սլովյանսկ Կրամատորսկը, ապա կշարժվի արդեն դեպի Խարկով, Պավլոգրադ, Զապորոժիե եւ հույս ունի նաեւ, որ կգրավի Խարկով, Զապորոժիե, Պավլոգրադ ուղղությունը, որից հետո կբացի ճանապարհ դեպի արդեն նորից դեպի ուրեմն Դնեպր գետի աջ ափ եւ արդեն կկարողանա այստեղ անցնել, որից հետո նպատակ կունենա արդեն Խերսոնից էլ սկսի ռազմական գործողություններ եւ արդեն Օդեսայի եւ Պրեդնեստրովիայի ուղղությունը ակտիվացնի նորից, բայց բացի դրանից հույս ունի, որ եթե ստացվի Խարկով, Պավլոգրադ, Զապորոժիան գրավելը, ապա կկարողանա միանգամից ակտիվացնել եւ շարժվել առաջ դեպի Պալտավսկայա շրջան եւ արդեն Պալտավայից շարժվել մոտենալ դեպի Կիև, որից հետո պատկերացնում է, որ այս ուղղություններով էլ կարելի է սկսել նոր հարձակումներ եւ այդպես հասնել Կիևի գրավմանը։ Հա, սա խոսք է գնում տարիների մասին, բայց Ռուսաստանը կարող է նաեւ միջուկային զենք կիրառելու օրակարգ ունենա։ Այս ուղղությամբ ես չեմ բացառում դա նաեւ առհասարակ ոչ մեկ չի բացառում, ուղղակի ես կարծում եմ դա ինքնասպանություն կլինի Ռուսաստանի համար, միանգամից չէ, բայց երկարաժամկետ առումով ինքնասպանություն կլինի, բայց իրանց որոշելունն է, եթե այդպիսի բան անեն։ Այս պահի համար եթե ասել որտեղ է կարելի օգտագործել միջուկային տակտիկական իհարկե, տակտիկական զենք, որը միայն քաղաքի մասշտաբով է գործում, ապա ես կարծում եմ խոսքին Ռուսաստանը այս պահին կարող Կուպյանսկում օգտագործել տակտիկական միջուկային զենք, որովհետև ուկրաինացիք ազատագրել են, հիմա ուկրաինացիք են այդտեղ, ռուսները այդտեղ չկան, եւ եթե այս պահին ուզենար օգտագործել, ապա կարող էր այստեղ օգտագործել տակտիկական զենք։ Սա շատ վտանգավոր է, որովհետև ռուսները ռացիոնալ որոշումներ չեն կայացնում։ Դրանից հետո իրավիճակը ամբողջությամբ կփոխվեր, եթե այդպիսի բան տեղի ունենար պատերազմում, որովհետև Ուկրաինան ես համոզված եմ, որ միանգամից կշարժվի միջուկային զենքը վերականգնելու ուղղությունով, որովհետև ուրիշ տարբերակ այլևս չի լինի միջուկային կարգավիճակը Ուկրաինան պետքա վերականգնի դրանից հետո։ Այս պահի համար այսքանը հարգելի հայրենակիցներ, կսպասենք Թրամփ-Զելենսկի հանդիպման արդյունքներին եւ դրանից հետո նաեւ կփորձենք, եթե կարեւոր արդյունքներ լինել, խոսել դրա մասին։ Շնորհակալ եմ ուշադրության համար, կհանդիպենք, ցտեսություն։